Հովանավանքը հայոց միջնադարյան նշանավոր վանքերից է, որտեղ լուսավորիչը ամփոփել է Հովհաննես Մկրտչի մասունքը՝ ճկույտ մատը։ Այստեղ շատ հետաքրքիր է գլխավոր եկեղեցու ճակատային քանդակը, որը ներկայացնում է Հիսուսի պատմած 10 կույսերի մասին առակը։ Լինում են 10 կույսեր՝ 5-ը իմաստուն, 5-ը հիմար, ովքեր վառ լապտերներով սպասում են Փեսային։ Փեսան անակնկալ կերպով գիշերն է գալիս, իսկ հիմար կույսերը հավելյալ ձեթ չունենալով չեն կարողանում նրան ընդառաջ գնալ։ Խնդրում են իմաստուն կույսերից, բայց մերժվում են։ Եվ մինչ նրանք գնում են ձեթ գնելու, իմաստունները վառ լապտերներով ընդունում են Փեսային և բոլորով մտնում են հարսանքատուն։ Երբ ուշացած հիմար կույսերը վերադառնում են, Փեսան նրանց ներս չի թողնում, ասելով. «Ճշմարիտ եմ ասում, ես ձեզ չեմ ճանաչում»։ Քանդակի վրա մեջտեղում նստած է Հիսուսը, նրա աջ կողմում իմաստուն կույսերն են, ձախ կողմում գլխիկոր հիմարները։ Կորգիծը դուռն է, որը փակվեց նրանց առաջ։ Այստեղ ամեն բան այլաբանական է։ Փեսան Հիսուսն է, իսկ կույսերը ճշմարիտ և ոչ ճշմարիտ հավատացյալներն են։ Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ կույսերը մորուքներով են։ Նրանց դեմքերն ունեն տղամարդկային խիստ հայացքներ, այսինքն հնարավոր է, որ վարպետը հենց տղամարդկանց է քանդակել, քանի որ կույս բառը հայերենում սեռերի տարբերակում չունի։ Դավանաբանական գրականությունից էլ հայտնի է, որ այն վերաբերում է թե կանանց, թե տղամարդկանց, խորհրդանշում է մաքրություն, այսինքն Աստված իր թագավորություն է ընդունելու միայն ճշմարիտ հավատացյալներին։